Աղեն բալուս, ով կնայի, կամ ով կնայի մահիմի, կնայի, կետո, էական չի։ Այսօր առավոտ էլի էտո մեր Պետրիտո Փաշյանը, Պետրոն էլի, Հայր Պետրոն, Սաղմոսագյատ Փաշյանը, Պետրիտոն, էլի իր կախվա Վարշակ Սրբազանի մեկ էլ Գարեգին երկրորդի պուպուլիկի ծայրից, որպես թուրքական կապիկ։ Թուրքի կապիկը նիմալա կեղի, էդ մալալի։ Կսա կարագին հետա քու առնանթաման մերկացրու մեկ էլ Արշակ Սրբազան, ես կուզեմ որպես Էրդողանի բջբեր կախվեմ, ճոջվեմ, մեթամ գա, մետ թուրքական բրելոկն, որ իրան դրել էր բանի, տղուտեղ։ Կստացի Խաչատուր Սուքյասյան, են ինչ էիր խոսում մեր մեծն անկոտրելի Պաբլիտոյի հետ, լրագրողն միամիտ նկարեր էր։ Տաշիր Սամոյի ձեռից գուզասարրիս էտա բիզնեսներ, պերեգավորնի, խա, էտա որ տաս Թուրքիային, մեր ժողովուրդ, ես կսիրամ մեր ազգին, ենքոնա կսիրամ, մերրին մեր ազգի մարա, նամուս, թասիպ, էտ հմեն ծալը դրել են միկում։ Ոչ բոլորը իհարկե, բայց էտա թասիպ նամուս, ենքան դժվար բանա տռը մեր երգրում, գիտեք, հայերի մար։ Հատկապես են ծիրան ծախողների խմար, ծիրանն Տաշիր Սամոն առավ Մոսկվայում, որ չմնա պդի, դառնա օրթու բլոջի բաժին, ինչպես շուտով մեր պարոն Փաշյանը աստծու կամքով պետք է դառնա օրթու բլոջի բաժին։ Այդ ծիրան ծախողներ դուք դորեք, երեք դատարանի բակում եք, չէ։ Արցախից տեղահանված արցախցիներ ջան, որ մարդը օգնեց, տեղավորեց, ձեզ տներ տվեց, դատարանի բակում էին, ձեզ բոլոր դատարանի բակում եք, չէ, բախի։ Էտա, այդ մոմենտին քյար չկար, ճիշտ է, մարիմ ձեր արևուն, շատ ճիգարով եք դուք։ Ես ջուզան Տաշիր Սամոյի կովքնենեմ, պրոստը մեր ազգի մենտալիտետի մեջ մեծ շատ հետարքիր բնավորության գիծ է, էլի նստե, արմատավորված, է որ ասում են արմատական ընդդիմություն, հեսա խոսամը դրա մասին։ Արմատավորված, ասում այս պահին մեզի օգնում են, վայ մերրին իր արևուն, երեխեքը բախտավոր եղին, այդ է մեր ազգի մենտալիտետն։ Վայ են, չգիտեմ, քայլած այդ ճանապարհը կանանչապատվի, մեղրու կարակ հոսի, չգիտեմ, էլի, քու ջեբերեն լիքը եվրո եղի, եվրո, դե մենք Եվրոպա եք եթանք, բա, բայց երբ որ ասենք այդ նույն մարդուն ով իրանց օգնե, տեղավոր է, հա, տներա տվե, չգիտեմ, էտա օգնե, այ մարդ, օգնե, մարդն որպես հայ օգնե, այդ վաղտ ասմա, ինքը չեր կարում, ինքն տեղում, ինքը տունը չեր, այդ է լավ շատ շուտվա պատմություն, հունվարի մեկին, մի թեթև վիճաբանություն աստ է այս քաղաքում, հրուսի հետ, հրուս էր, յանի հրուս էր, այս դեմքին նայում էր տաջիկ էր, մեր հայերից մի քանի օգու զանգի մեկի ատամներ ցավում, ռեսկի, մեկի գլուխներ ռեսկի ցավում, մենակ մեր երևանցի Աշոտն եկավ կայնավ կողս, ծնունդով ինքը Աբարանցիա, հասիբով ժողովուրդ հատ, բան չունեմ ասելու, մենակ Աշն եկավ կայնավ կողս, բա, էդի մեր ազգի մենտալիտետն է, որ ասմա, այս պահին Սամոն օգնում է, կանյեթամ ասմա են, ջոնջոլի թաշինակը վերցեմ ձերս, ջոնջոլի անպայման, կլե չատնի նաբորով, էլի, այն սադախլուի կոմերից որ բերեմ են, այս պահին ասեմ Սամո ջան, մերրիմ քո էտա գրպանի պարունակության զորությանը, հետո մենք զարմանանք, թե մեր ազգի մի մաս իմալա Նիկոլյանով երթվի, մի զարմացեք, այդ սա խեժ լավ, Նիկոլ Փաշյանը չի ես կախվե Գարեգինի էտա պտուտակա հողմից, կրվել ես ու գնկերոչդ հետ, պարո Փաշյան, Պետրիտո, դու Պաբլիտոն չես, դու Պետրիտոն ես, որտև միայն պիդրիլը արարածը կարա այս ջոնասիրությամբ քարկոցի հայ առաքելական եկեղեցի։ Մե ժեխերի կուտոկել մտնում են գրում են, հեցը խլիր, Տաշիր Սամոն թալանելա, հեցը,
Նույն բանը ինչ էին ասում էին վախտին Արցախի վերով։ Արցախցիներ, Արցախը չլինի, Արցախը տանք հանգիստ ապրենք։ Արցախը տվիք լավ եք ապրում։ Մեզ թալանել են նախին թալանչիները, ու ոչ մեկ այդ գրառման համահեղինակին չի ասում, կոնկրետ քեզ։ Քոչարյան, Սերժ, Լևոն, եկել են թալանել են։ Եկել են ասել են, արա, դու ունես 1000 դրամ, 500 տուր մեզ։ Չէ։ Բայց իրանք էտա սիրում են Facebook-յան գրառումներ, մեզ թալանել են, մեզ, չգիտեմ, կոտոկել են, մեզ լվացքի են ձեռի մեքենաներ կար, որ սենց լվացք են տրորը մեն գրող, ես գոզելին մատորը ոնց որ Փաշյանից են դպնի, գնաց գլխակեր են, աղեմ արևդ, ժանգոտ, մեր Փաշյանի օրինա, գնաց գազել են, այդ մասին ջուզեմ էտա խորանամ, էրա գնաց հուզվամ, ես ես լայվն չէ յանի, եթե չլներ մի հատ փոքրիկ սենց ազատագրական տեսանյութ, որ նայացի ես նոր Facebook-ում, էլի, հուզվամ, նախապես ասեմ, իրե կռուկ տվայտվամ, հա, ու ասի մի հատ պրիմիկոյ լայվ պետք է անեմ, ոնց որ ասում եմ մեր սիրված դերասան Արման Ղազարյանը, եթե չեմ սխալվում։ Մի հատ տեսանյութ են էտա դրե, Facebook ֆրծության սենց, իմալա էտա մեր կաթրիկոս Նիկոլին Խակուցը իրա խառին ֆրծուցա սենց, այդ նույն բան կենեն էտա մեր լրատվականներ, հմեն, տեսանյութ են դրե, մեր հրոշ կերպար, ես նեմ զմալվա, կսեմ ես աղջկան կարելի ատալ, չգիտեմ, կարեկին նժդեի շկանշանը, էտի ոնը էտ աղջիկ, Ագնեսա Խամոյան, Ագնեսա ջան, են իմա լավ էիր խոսում, մերին քարևուն, ես կմնձրվեմ, որ գնայեմ փոխոսալուն, ուրեմ կայնի ազգային ժողովի ամբյոնի մոտ, մեր Ագնեսան, մեր կարմիր մազերով էտ անդիմադիր պատգամավոր, անդիմադիր, էլի, անդիմադիր, չէ վաղո, խա, անդիմադիր Ագնեսա Խամոյան կայնի ազգային ժողովի ամբյոնի մոտ, ու ելույթ ակ ունենա, ասում եմ լավ էլի կայնի հելը լսեմ, ինչա կսա, էտ Ագնես կսա, ձեր կորովորությունը ամոտ չունի, ճիշտա կսա, էտ որ ասում էտ մոմենտով պերանաս լալուկյորի պես թոգեմ, ինչ խոնեմ, մնձրվեմ, սենց անեանամ, էլի, ինքնա ոչնչացման կնոտքես ռեսկի հուպտամ, վատով, երևի, խոսա ամոտից, կսա ձեր կորովոր, Ագնեսնա կսա, էլի, ամոտ աբուր գոյություն չունի, դուք գնում եք ստուգելու մեր հոգևորականների կուսակրոնությունը, Ագնեսա Խամոյան ջան, շատ ճիշտ բաներ ակսես, ես հետա բնայեմ քո հետա համոզիչ դեմքին, կսեմ ես աղջիկն է, ես աղջիկը ղադերն տենաս գիդան վաղո Հայաստան դաշինքում, գիտեն չէ, ուրիշ տեսանկյունից, դրա մեջ չեմ ուզում խորանամ, ամեն մեկի անձնական կյանքը ինձի հեշտ չի վերաբերվում, բացարձակ, վաբշե, ես չեմ մտնում ոչ մեկի անձնական դաշտ, չեմ ուզում մտնեմ, այ ախպեր, եթե դա չի վերաբերվում մեր երկրին, մեր պետությանը, բյուջեի թալանին, ամեն ինչին, չեմ ուզում ուղղակի, հələ որ չեմ ուզում խոսամ ոչ մի բան, ու չեմ էլ խոսա, այն բաները, որը խոսք եմ տվել չխոսամ, Ագնեսան կսա, դուք ենքան անամոտ եք, շատ չխաչամ էլի, եկել եմ տեղակ մտնեմ, ռեզինի կստիկ պտի առնեմ, Նիկոլի զոմբիներ, կենջեր, որ եկել եք էջիս վրա տեղավորվել եք, ձեր որն քորերով երկու մատով, որ փողոքեք, փագեք իմեջ, վրեն փագեք, վրեն, ես կսեմ, ես Facebook-ից կախում չունեմ, կարամ խենցի մի խաչամ, հլեմ ու սիկտիրս կաշեմ էտան, Facebook-ից էլ, YouTube-ից էլ, հմեն տեղից, ես կախում չունեմ ես ամեն ինչից, ինչակ խոսայ, Ագնեսից չեք խոսայ, խա եկել եմ խանութ, նկարչի մեջ ասեմ, էլի ինչով եմ սպաղված, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, ուրեմն ռեզինի կստիկներս ճղվել է, էտա օդանավակայանում, ես որ վազեմ սամոլյոտների հետևից, վեդրոները սենց ուսից դրած, փեդի վրա խակցրած, որ ջուրակ շփեմ, այդ ռեզինների կստիկներն է ճղվել, եկել եմ որ ստանամ, էլի, համ էլ փարոսի օգնություն եմ ստանում, այդ ստանամ ես այդամ, միջև հերթն խասինձիկ ուզապ խաչամ, բանը, Ագնեսան կսա, գուզակ ստուգյակ, ոնց հակ ստուգյակ կուսակրոնություն, ճիշտ բանա կսա, առանց իրոնիա կսա, մեծն Պետրիտո Փաշյանը, մարդ հայրը, իրա գենետիկ մորը բռնաբարելա ֆիզկուլտի դասի ժամանակ, հանդերձարանում,
իր հոգեկան գիժմորը։ Գուզաս դուգի մեր կաթողիկոսի կուսակրոնություն։ Իմալակ ստուգես Պետրիտո, հա? Կարաս ստուգես։ Խաչենջ։ Իմալակ ստուգի։ Գետասի տա կաթողիկոսի տա այդ սև շորեի վետի փեշինգ բարսես կսես գուզեմ պուպուլիկիտ մոտ չոքեչով գա։ Այդ մալ գուզաս ստուգես մեր հրաշք վարչապ է, մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյան։ Բայց որ ուզակ ենա գիտես։ Եթե ինքն մեծն անկոտրելի Պետրիտո Փաշինյանն կարողացավ գնալ երեխաների մանկապարտեզում երեխաների աղկոյի մակարդակը ստուգել կարշոկների մեջ։ Դուշերի դուշ ընկանդեց, սանտեխնիկա։ Կարող։ Բարով Փաշյան, ստե որ սանտեխնիկայի գործ լինի, օպտեմ։ Գենպադրատ, կգաս իրար այդ դուշ քանդենք։ Այս քո մասին ես երկն այա, սուպեր ժորիկն է։ Հեսա շուտով նոր դու Փաշինյանն եմ լսելու մաշիս մեջ։ Բարով Փաշյան, զուգունկերոջդ հետ որ սեքսա կենես։ Հելոտ ռուսիկով։ Սենց որին կտստեմ ես այս շարժումներով։ Չէ? Ընցի, հրենայա։ Նարի մարեմուշ, գերով։ Մեծ են Պաբլիտոն, Պետրիտո։ Բարով Փաշյան, գորը մեզ սեքսի ողտ։ Խա? Ասմալ, ես ինձ ասել են երկար մազ բարիք ես դնեմ, որ հետևից այդ զուգունկերը մազեից այդ բռնիս ես ձյուպես կշի, հա կես։ Խա? Ասմ ես խպի ապտակիր ինձ, սխավեցրու ինձ, այդ մալակեն ես, մեծ են Պետրիտո։ Մուսիկա կաչավ։ Շատ սեքսուտ է մեր Փաշյան, չէ վաղո։ Ադրանեկար տիրեյան։ Ես կսեմ, արդեն կսիրեմ մեր Բարո Փաշյանի։ Պիդրիլը բլետ։ Շեղվա, դես երկեն լավնա։ Ես հետա երաշտասեր եմ, բայց սլուղ չունեմ։ Հետա որ ես կսկսեմ երկել, լայ, թաղեմ թե մարդամետ։ Մարդիկ կննձի գնայինք, ասեն, տուտի տոլկը մեդվեց նա ուխը նաստուպին, տուտի կուչ ու նասրալ, այդ իմ մասին է, սլուղ չունեմ։ Ես երկն լսա մի մոմենտ, ալի, ընեց էկզոտիկ բարերա կսա։ Ես իմ էր Բարո Փաշյանի խմարա, է որ պի պախի, ձեզ կպպտյազի, չաո, չաո բամբինո։ Նայա, ինչ շարակենը, համար։ Բարո Փաշյան, տրուբեն տնգն պարեմ ես վրեն, կգրելու հմար զուգին կերոչով։ Հա? Անչի չէ որ։ Հազակասեն մտեր բարա, կատակի ավերացում։ Լավնա երկն։ Ես պրոստը պատկերացում էտ ամեր Բարո Փաշյան, ող, երկար մազերով սենց։ Հետևից բռնում են մազերը ու գնաց, պորտապար։ Պետրիլը։ Բարո Փաշյան, որ սենց չտստելով խպում են վորիտ, գորում ես վերջ թավիշի, չէ։ Թալանը պիտի կոպեկ առ կոպեկ վերադարձնեմ, սենց խպում են վորիտ, էլի, կեզ դոմպելուց։ Հա, կուրտ բոզի տղա։ Էլի կախվեկացի կոսի կարրիվ, գիտաս, թուրքական կապիկի պես, են ճոջի, գիդրատերին նեժարո, հետա պրծավ երկեն, լավ, էլ ծածեցին եմ մագիձեն, էսի Արմենիա մայա երկն, էսի լավ երկն, սրա տակ խաչամ, ինչ ակսե, հետա մեր ագնասն, շեղվան, գալի թեմայց, եսի պրոստը երաշտասեր եմ, երաժշտասեր եմ, հետա, բանը, ագնասն կսա պատուկ ամոտ չեք անում, էմալ հոգեցունց, արտահայտություն էր, հոգեցունց բարը գիդեի դու վաղո, չէ, այս Facebook-ն ընձի ստիպեց, ես բարձագույն կրթություն ունեցողի պես խոսամ, գիտաս, անգրագյատ սատկում ենք ես ու դու։ Ագնեսա Խամոյան ջան, էմա լավ ակ խոսաս, բայց կուզամ խոսկնամ, ձեր գործունեություն, ձեր ասելով, ձեր դաշինքի,
Բացի խոսելուց։ Ուրիշ ինչի է ընդունակ։ Խոսալ, ես էլ եմ խոսում, հետո, բայց ես պատգամավոր չեմ։ Աստված տնից տեղից հեռու պահի։ Որտև ընձի կամ կդադեն, կամ կանձնեն Ադրբեջանի։ Ես որ հանկարծ հլնեմ ազգային ժողովի բեմի մոտ ասեմ թուրք բոզի տղա, իմ երկրի սուվերեն տարածքի մի մասը, գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Դու դրա հարցերով զբաղվի, ինչպես ընկեք Ադրբեջանի խեռի հետևից։ Դու լիքան ենք հազեն Ադրբեջանի։ Ասեն տորեք, ասեն էլ դադեք։ Ինչի՞ չէ որ։ Կանեն, լավ, Ագնաս Ախամոյան ջան, էտա գուզը ջանով էլ կսեմ, վաղով։ Ինքն նենց տեսքով է, խասխանցելով տեսք ունի։ Լասիլ է։ Էտա որ դու խոսես ամոթից, ամոթ, կսես ամոթ ունեցեք ներկայիս կառավարություն, ամոթ ունեցեք Նիկոլ Փաշինյան։ Կուզեմ խարցնեմ, էլի, ամոթի գործոնը ձեր դաշինքից քանի հոգու մեջ կա։ Ես վստահ եմ Աննա Գրիգորյանի մեջ կա։ Այն սունեցի աղջկա, այն որ Նիկոլ Փաշինյանին այն մալավ մարալնի գդոմպի, որ Փաշինյան ասեց լալուկյարի պես, որպես թուրքի կապիտուլյան, ասեց բերան խուվ գնայ այդ աղջկա գեղեցկությունը հային վայել։ Ու ցեն չի հանի, որտև փաստացի պորտատեղադրում է կենա։ Բայց ամոթի գործոնը մենակ խոսելու մեջ չի։ Մեծն Ագնաս Ախամոյան, ամոթի գործոնը ինչի մեջ է կայանում։ Բացատրեմ թե քաս գնաս։ Դու Արծվիկ Մինասյան։ Այն չի եկած է դատարանի այդ բակ։ Այն գնացել են լավ է իրար, խոսքի գնացել էիր, բայց որպես քո գնալու օգտակար գործողության գործակիցը, էդի որն էր։ Ես դեբիլ եմ էլի գարասկոպով, ընձի ասա ես խաս գնամ, ընչ էր գնաց է Տաշի Սամոյի դատարանի, այդ Ավանի դատարանի այդ բակ, աջակցություն էիր հայտնամ, հետո էտա ռեյ կադվինա, գիտես վաղոց երկարին, կսեն Սամոյին բարոյական աջակցություն էր ցույց տալու, այսանք հմեն դարել են Աննա Հակոբյան, սաղին աջակցում են, չէ հերթով բուրն են տալեմ, բայց հետո աջակցում են, Պուտանգի դվիժենյա, ճիշտ է, ես հլը Լովիկին բան չեմ ուզում ասեմ, Լովիկն էլ էր ընդ է, գնաց, այդ մի կադրն եմ տեսել, այդ Արարատ նյուզներ գրել էր Թալանցի Ռոբերտ Քոցալի Թալանցի որդին, Թալանցի ցեյով մեծատար, ցե, տարերը հիշում ես, չէ, թաղեմ կե, անգրագետ սատկում ենք, գնացել է, միացել է Թալանցի Տաշի Սամոյի դատական պրոցեսին, ունդես քարագուսի դեմքով, եռանկյունի կրծքերով և իրանց հետանցքը տարին մեկ լվացող Զոմբաճոցյանը կոմենտերը որ գրեի, թողեմ քեզ, մերիս դու, քո հոր հետ մի գերեզմանի մեջ տնեմ քեզ, Էդի մեր ազգի մենտալիտետն է։ Լովիկն էլ եկնացա, Լովիկին բան չուզեմ էլ ասեմ։ Լովիկն ունի իմունիտետ, մի փոքր իմ մոտ, հələ որ, էլի, հələ որ։ Կամ որոշակի հանգամանք տեսելով Լովիկին բան չսեմ։ Այդ որոշակի հանգամանքներից մեկն էլ է, որ արտասովոր բաներ չկա։ Մենթերի հետ քաշքշուկի ժամանակ ինք իրան պահում էր տղու պես, էլի, որ չէ, աշկի դեմը հայ քաղաքացուն չեն խփում, բայց դու ասում ես ամոթ քեզ ոստիկան, անպատի ոստիկան։ Կարևոր են, կապ չունի, սեռ են, տարիք են, տղամարդկային հատկություններ են, էտա խեռախոսք վերցես քու ձեռ, փոխանակ բրթես, խփես Նիկոլի մուսռներին։ Մուսռը բոլոր նրանք են, ովքեր այսօր այս պահին պահպանում են հայ առաքելական եկեղեցու կողքը կանգնած մարդկանց։ Այդ մուսռ են իմ համար։ Ոչ են ոստիկանը, ով կրում է համազգեստ ոստիկանի, բայց հոգով հայ է։ Այդ մոմենտին տղամարդ են փոխանակասի արի մատ հոտոտի, ինչ է կենա վաղո։ Հեռախոս, չէ, հեռախոս քանի է դա, նկարում ենք, դու կոլորեն գործողություն եք անում։ Անորեն գործողություն, բայց կսեմ, հետո այն մտինների վաղ լովիկ իրան պայած տղավարի, բան չունեմ ասեմ։ Քաշքշելով, բրթելով, հրելով, քուսրենելով, լավ երես, բան չի, էդի ոստիկանի արունին իմ արունից, էտա կարմիր, որ կպետի գանձի քրվի, էտա տապի ասվալտին,
Բորձուր լիզել տասել մեծ են Պետրիլո Փաշինյանը։ Ու ես պետք է ասեմ, այն մարդ իրա վրան պագոն կա, իրան բրթել է, էդի քխա։ Այդպես մտածողներ են։ Համենը Նիկոլեկ։ Նիկոլ։ Հոգով, հոգու մի անկյունում։ Ամոթից եք խոսակ Հայաստան տաշին։ Լավ, elə չուզեմ ձեզ ընդհանուր ասեմ, էլի։ Ես կուզեմ խոսքենամ, ամոթից գացում, կա ընդհանրապես ձեր մեջ, բացի ստատուսներ գրելիս։ Մուշեղի Սերանն է ստատուս գրել, ես կմնձրվեմ այդ մարդու գրած որ կորթա։ Կուզեմ խոսքենամ, մենք քաղաքենիության դասի կարոտենք, ազգով, ժողովրդով, երկրով։ Ստատուս է գրել, տեսել ես վաղու։ Իմ ընկերներից մի քանիսն էլ կիսվել էին։ Սերյան Օհանյանն են ագնոստար չպծրել աշկերին ստատուս է գրել։ Իմ ընկերներն էլ կիսվել, լավ են արել կիսվել։ Իրանք պաշտպանում են, պահպանում են, դա հավատում են, ես չէ։ Ասма մարդ, որ մի մոտարապես միտքի հիշում են, որ ոչինչ չի արել մեր երկրի համար։ Ձերբակալում է մի մարդու, ով ուղղակի ասել է, որ կանգնած է մեր հայ առաքելական եկեղեցու կողքին։ Համոզի չէ, բաղու։ Իմ համար չէ։ Գիտես չի չէ։ Բացատրի եմ, եմ Շրեք մուլտիկի մեջ եշը ոնց ասեմ, բացատրի եմ։ Ասма, այդ ախր նստաշրջանները պրծան, չէ։ Հաջորդ նստաշրջանների վաղ, նույն ստատուս գրող Սիրան Մուշեղիչ, Արծծվիկ Մինասյան, ում Սարոշկեն ճղին ասին, այ պուտանկա, դուստե նիկտո, բացին քնելիք էդ ազգային ժողով, կսա էտա մանդատա մեռ եմ ես չուզեմ Նիկոլեն հերանա, ես հիմա կխոսամ, իմ համար էլեկտորատ կապահովեմ, որ էտա 26 թվին, երբ որ նախապես պայմանավորված ներքին կուլիսներում մենք ունենանք ընտրություններ, գոնե մի 10-15 մանդատ որ վերցնենք, գոնե ես դրա մեջ չլնեմ։ Քեշ փողը քաղցր բանա, չեք կարող։ Թե չեք դոմփեմ հայրենասիրություն, դոմփեմ ինքնասիրություն, այդպես բանը ով մտածի դες բաների մասին։ Այդ իմ տաշնակ արծվիկն է։ Ասма յալիր տաշնակներով բասկիտու ժվեր։ Փրկիրքու հայրենիք նման ղախպալոններից։ Ղախպալոն։ Դա քֆուչ, դա պաշտալոնի ֆրանսերեն տարբերակն է։ Ու это նույն Սերյան Մուշեղիչ, որ ստատուսը գրե, պատժեշկա եկենա, չենք մոռալնի։ Հոգևոր պատժեշկա, ինքը հոգով սրդով տաշի Սամոյի կողնա։ Այլի նստաշրջանների վաղ, էթալյուանստին դե, մեկի վրա շիշ շպրտի, հլեն իրան լարեն ազգային ժողովից, $50 դագաղների մեջ նկարվող մարդու վրա թքող բոզի տղեն իրան ասի, իչի սիկիր է լիստից, էդի Սանվել Կարապետյանի մասին ստատուս գրող Սերյան Օհանյանին ակ վերաբերվի։ Ու իրանք խոսան ամոթից։ Այն մարդ կարող ասում Տաշիր Սամոյին փուրը տվիկ այդ գործի մեջ ուրիշ մարդկանց մատնել է խառը։ Չնայած Տաշիր Սամոյի դա պաշտպանը չեմ ես, գիտեք խի։ Որտեղ երբ որ շատ ու շատ դեպքեր եղան, շատ ու շատ դեպքեր։ Մեր մեծահարուստները լուր էին, կապված Արցախի հետ, կապված Արցախի ժողովրդի տեղահանման հետ, լուր էին, հա, մարդիկ կան օգնում էին, բայց լուր էին, իսկ իրանց ձայնը ունի մեծ հաշվեկշիռ աշխարհում։ Քանի որ իրանք ունեն իրանց կապերը, հարգանք, պատիվ, ավելի շատ լոբինգի առումով, քան հասարակ քաղաքացիությունը, որը հանդիսանում օրինակ ես։ Այդտենց իմ վրա օրինակ բերեմ ոչ մեկ չնեղանա։ Մարդիկ լուր էին։ Մարդիկ ինչ են։ Լուր էր նաև մեր ամենայն հայոց կաթողիկոսը մի որոշ ժամանակ առաջ, երբ որ ադրբեջանցին Արցախում պղծում էր մեր վանքերն ու մատուռները։ Ճիշտ է, բողոքի հայտ ներկայացվեց միջազգային ինչ-որ կազմակերպության, բայց հայտ ներկայացնելն ուրիշ է, հայտին հետամուտ լինելն ուրիշ է։
բայց այդքանով հանդերձ ոչ մի բոզի տղա իրավունք չունի կաթողիկոսին ասի պոռնկա բարո։ Որտեղ երբ որ իմ համար ասում են կաթողիկոս, ես նկատի ունեմ հայ առաքելական եկեղեցի։ Երբ որ իմ համար ասում են Արշակ Սրբազան, ես նկատի ունեմ հայ առաքելական սուրբ եկեղեցի, որտեղ ինքը դիվանապետն է։ Եվս ներկայացնում այն եկեղեցին։ Ես կարամ անձնապես չհամակրեմ այդ մարդկանց։ Աշխարհիկ առումով, բայց հոգևոր առումով ցանկացած հայ պետք է հասկանա, երբ որ ինքը մտնում է եկեղեցի մոմ վառելու, աղոթներ հղելու առ Աստված, կնունք, ծնունդ, ինքը չի այցելում եկեղեցի, որպեսզի տեսնի Գարեգին երկրորդին, Արշակ Սրբազանին կամ Բագրատ Սրբազանին։ Ինքը այցելում է եկեղեցի որպես մեր 1700-ամյա եկեղեցու 1700-ամյա հոգևոր ժառանգության կենտրոն։ Աղոթ հղելով առ Աստված մեր հայ քրիստոնյաները աղոթում են իրենց հիվանդ երեխայի համար, հիվանդ ծնողի համար, այլ ոչ թե Գարեգինի ինչ-որ կամ Արշակ Սրբազանի բարօրության համար։ Այդ է միջանկյալ տարբերանշանը, որը մեր ազգը արդեն խառնել է։ Քանի որ ունենք ով Պետրիտո Փաշինյան, ով ասում է հեծը պետականացնելու, պետականացում, հեծի պետականացումից հետո հովարային անջատումները դադարելու են, չէ, ու այդ նույն մարդիկ, ովքեր գրում են Տաշիր Սամոն Թալանցի է, չեն ասում, որ Տաշիր Սամոն առանց ինչ-որ ես իմ եկամտահարկի խոսք է օրինակ, ներդրումներ է արել, հենց նույն հեծում, բայց ես Սամոյի դատապաշտպանը չեմ, Սամոն ունի դատապաշտպաներ, Սամվել Կարապետյանը, Սամվելն ունի նաև իր երեսին ժպտացող, բայց հետևից տակը քանդողներ, որը եւս ես չեմ։ Չեմ ուզում Սամվել Կարապետյանին անդրադառնամ։ Մարդն ինչ արել, որ երկու ամսով կալանավորեցի, ուզում հասկանամ, իր ասած խոսքերի մեջ ո՞րն էր հանցակազմը։ Բերեմ մի հատ թեթև համեմատական։ Կազմավորել ենք խմբեր, արշավելու ենք Վեհերանի վրա, Վեհերանը ազատելու կաթողիկոսից։ Այդ միտքն ասել է Նիկոլ Փաշինյանը։ Աբազյանն որ գնացել է հանգստի, մեր Պետրիլոն ասում Աբազյան հոգներ է։ Դա չլսած այդքան մասը։ Երբ որ կոչ հնչեց կազմավորվել խմբեր եւ այցելել Վեհարան, վռնդելու կաթողիկոսին։ Բայց Սամվել Կարապետյանն ասաց մենք կանգնած ենք մեր եկեղեցու կողքին, դրա մեջ հանցակազմ կտան։ Նորմալ է։ Սա հիմա դա նորմալ է արդեն դառնա, նորմալ։ Բայց ում շնորհի նորմալ։ Ամոթ չունեցող մարդկանց։ Այն որ ասում են 26 թվին, շատերն են ասում, ես չեմ կենտրոնանում անհատականությունների վրա։ Ընտրություններով մենք Նիկոլին ջախջախրելու ենք։ Ուսում հարցամ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը, լինելով երկի գերագույն դեմք, գլխավոր, վարչապետական երկիր է, չէ, պարլամենտական։ Մի ողջ երկրին իլուր աշխարհի քարոզում է բոզապետություն։ Երկիրը սարքում է բոզապետություն։ Օրինակ, կանգնած ազգային ժողովի անդոնի մոտ ասում է հեծի աշխատողները, ովքեր կգան ցուցմունք կտան, որ իրանց հրավիրել են միտինգի, իրանք կմնան աշխատելու, այսինքն խրախուսվում է բոզական քայլը, բերանից բոզություն։ Այդ նույն բանը, այդ նույն խոսքերը, լսում է մեր մատաղ սերունդը, որ բոզապետական կառավարման համակարգը խրախուսվում է պետության կողմից, որի անուն ազգանունն է ոչ բարով Պետրիտո Փաշինյան։ Հենց ուզում հարց տամ, 26 թվի ընտրությունների վրա հույս դնողներ։ Դուք բոզապետության մեջ, արդեն կայացած բոզապետության մեջ, առաջնային տեղ է կազմում բոզապետությունը։ Գրել,
սրանա վրա, հոգել, բոզապետության մեջ, բոզապետության պայմաններում, դուք կարողանելու եք ձեր նշած բառերով ասեմ, արժանապատիվ հաղթանակ տանել գաղութի բոզի վրա, հա, գաղութի բոզի նկատմամբ, չեք զգում, որ դա աբսուրդ է, զգում եք, գիտեք, հասկանում եք, բայց սյոտակի խոսում եք ամոթից, կամ երկրորդ հարցը, Նիկոլ Փաշինյանը վաղ է տամ այսօր չգիտեմ, երբ գնալու է Անկարա, Ստամբուլ, պետք է Էրդողանի հետ նստի պուպուլ, ընկերություն անի, ասի, եկերեմ, մերի մորևուտ, տերիմ, սաղմոս ասի թուրքերենով, Ղուրանը ձեռը, խոսքի ունակ որպես տարբերակ, պիտի թղթի դրա գրի, որ ինքը որպես Հայաստանի լեգիտիմ ղեկավար, որ ամեն անգամ ալենն ասում, մենք լեգիտիմ ենք, քո որ մասնա լեգիտիմ բոզի տղա, որ մասնա լեգիտիմ եք, այդքան լեգիտիմ եք թեմայից շեղվեմ, մի հատ հարցը ասա քո Պեդրիլո Փաշինյանին, մի հատ հարցադրում թողանի, կամ դու դիր հարցադրումը, բայց կոմենտները բաց թող, պոռնիկի սերունդ, հարցադրում դիր պետական մակարդակով, վստահում եք արդյոք Նիկոլ Փաշինյանին, ունի նա արդյոք լեգիտիմություն, դու զգա լեգիտիմություն աստիճանը, դու զգա, Ամերիկայի դեսպանատունը թող զգա, տեսեք ձեր լեգիտիմություն աստիճանը, 3%, 4 մաքսիմում, հետո նոր խոսան լեգիտիմություն, ու եթե Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում կամ Անկարայում ստորագրեց, էլ եմ կրկնում, սրա մասին արդեն խոսացել եմ, թուղթ, որով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է հայոց ցեղասպանության հարցից, դրանից հետո ձեզանից որևիցեւի մեկը իմ համար տարբերություն չկա, այդ պահից սկսած, որևիցե ձեզանից որևիցե մի պատգամավոր, քաղաքական գործիչ, առայժմ առանց վիրավորան, նախկին նախագահի թեկնածու, նախկին նախագահի աջակից, թեկնածու չաջակից, ներկայիս քաղաքական ուժերի օպոզիցիա խաղացող ինչ-որ մի ուժի լիդեր հելավ ասեց, մենք վերականգնելու ենք Հայաստանի փառքն ու պատիվը։ Ես հանվելու եմ դարեմ ձեր հետևից։ Երեք ինչ կատարվավ դատարանի բակում։ Կալանավորեցին Տաշիր Սամոյին։ Քանի որ կրկնում եմ, գտնվում ենք բոզապետության դարաշրջանում, Նիկոլի թիվն է։ Հերոսմետի շուտ էր, Նիկոլի թվին էր։ Թե՞։ Ինչ կատարվեց հետո։ Այդքան մարդ էր հավաքվել։ Բարի գիշեր, ցերվանք տներով։ Հետո։ Ուզում հասկանամ, ինչ որ այդ կոնտեքստի մեջ ոչ մեկին ոչինչ չի հիշեցնում։ Սա Երևանն է, սա Ամիրյանն է, սա Թումանյանն է։ Սա էլ մեր Նիկոլ Փաշինյանի արձանն է, որը շուտով կտեղադրվի խոսքի Բաքվում որպես ազգային հերոսի հուշակոթող, հա։ Ես կուզենամ Էլչիբեի կողն տեղադրվի, էլի, հայր եւ որդի, չկարոտնան իրար։ Հետա կոնե մեկ-մեկ դուպուլիկետ խաղա, սենց մատով։ Շատ չկգրվի մեր պարոն Փաշյան, թե չէ կարող է դա Բաքվում էլ հեղափոխություն սկսի անել։ Ոնց որ ասում էր 20 թվականի պատերազմից առաջ։ Ասում էր Ադրբեջանի իշխանությունը պիտի խելոք մնան, ես այնպես բաներ գիտեմ, եթե ես սկսեմ խոսալ, այսքանա ցիտատ է։ Ադրբեջանում վատ կլինի իրանց իշխանությունների համար, պերևառոտ կանեն։ Բա քաղաքի բոզը սպառնում էր Ադրբեջանին։ Համին հելը թրը եկեղեցու դեմքի։ Մի անգամ անինքնասեր բոզից տղա։ Կարացել ես նույն տոնայնության մեջ պատասխանես Ալիևին, չէ՞։ Բախի չէ։ Հե։ Հարց եմ տալի, որպես հայ մարդով տրվելով խապկանքին մտածում եմ, որ դու հայ ես։ Այդ տարբերակն ընդունել։ Հե։ Մի անգամ նման տոնայնության մեջ պոռնակա բարո, դուս պրծուկ, չուլան, այդ կոնտեքստում կարողացել ես պատասխանես ադրբեջանական իշխանություններին, Ադրբեջանի հոգևոր առաջնորդին, Փաշազադեին, ազգանվան վերջածանցը չի թողան, չի գարավա, չէ,
Գենետիկ թուրքը ոնց կարա հայ եկեղեցուն չփնովի։ Գենետիկ թուրքը, գենետիկորեն թուրքը։ Ոնց կարա հայ եկեղեցուն մի կողմ թողնի զբաղվի իր նշանակած կադրերով։ Ու Նիկոլ Փաշինյանը մի հատ հարց տանալի քեզ։ Այն Դանիել Իոնիսյանը, որ հելա երեք հայտարարություններ տարածել, լուրեր AM-ներ տպել էր։ Ասма այն մարդիկ, ովքեր ուժի զորով մարդկանց կբերեն միտինգների եւ ցույցերի, կդատապարտվեն 3 տարվա ազատազրկման։ Այդ դրա դատական գործն ինչ է լավ քեր գործը։ Հե՞, փակվար։ Մեծ են Պետրիլո։ Ախի փակվար։ Դրա վրա քրեական գործ կար հարուցված, չէ՞։ Մարտով պապիտկայարը դոմփիրը հարազատ մորը։ Ու էդի մեր Նիկոլ Փաշինյանին շրջապատող քաղաքական կադրերն են։ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Ստյոպա եւ Սեդա Սաֆարյանները։ Հայաստանի քաղաքացու վրա թքող բոզի տեղ Ալեն Սիմոնյան։ Մարտով ասма ես դիմել եմ ռուսաստանյան շրջաններին գրերը, որպեսի Սանձեն Սալավյովին։ Նա իրավունք չունի խառնվելու մեր ներքին քաղաքականությանը։ Հա, ես էլ եմ ասում, ոչ մի երկիր իրավունք չունի խառնվի Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությանը, բայց քո ներքին քաղաքականությունը ո՞րն է։ Կալանավորել էր 2 ամսով մեկին ու ուղղակի ասելա ես կանգնած եմ մեր հայ առաքելական եկեղեցու կողքին, կանել կալանքի, դա է քո ներքին քաղաքականությունը։ Բա փաթեն քո ներքին քաղաքականությունը։ Դու արել ես ինչ-որ հայամետ քայլ, քեզ ուրիշ ազգը քննադատել է, ես էլ ֆրանսիա կպել եմ քեզ, հա բոզի տղա։ Հա պորնիկ։ Դու պորնիկ մեր այդ պորնիկ, այն որ միջնամատ էր ցույց տալի բալկոնից քայլող ժողովրդին։ Էդ է քո դասիրակությունը։ Մի մարդով դոմփել է իր մոտիկ ընկերոջ աղջկան 18 տարեկան։ Անան մենակ դոմփել ես, թե լիզել ես էլ։ Այ պիզալիզ։ Հա? Լեզվով կորում ես լավ խողեր տաս։ Կարաս մեր պարոն Փաշյանի հետ անցքան լիզես։ Ուղղահայաց շարժումներով կամ հորիզոնական, պատուտակա հող մարանդը։ Ֆրոցերոս ես կողա մեջ են։ Դες կարաս ճիճվին գտնես լեզվով։ Այն որ ոռն քորում է, երկու մոտով։ Չես կարալ են, ձզվիս։ Ինչի։ Ասա թե ոռն դեպիլյացիանի նոր։ Բլեդ։ Ամենամեծ աբսուրդը է նա որ Այսի Սամոյի մասին ես երկը։ Սամոյի ում օգնել է ինքը։ Բայց ովքեր չկային դատարանի դահլիճում երեք, էդ Բաքում։ Բակը պիտի հեղեղված ներ արցախցիներով, ում օգնել է Տաշիր Սամոն։ Ու մյուս հայերով, ում օգնել է Տաշիր Սամոն։ Ում չեմ ճանաչում, դեմարդեն տեսած չկամ։ Ով այսօր գնաց, երեք գնաց կալանքի։ Ռուբեն Հայրապետյանն էլ իր աջակցությունը հայտնել է, մի խումբ պոռնիկի ձագեր մտել գրել են թալանչին, պաշտպանում է թալանչին։ Ռուբեն Հայրապետյանի տղատեսակը դնի ձեր կերածին մեջ, ով որ նեմեց Ռուբոյի հասնեին կարա սխալ բան գրի։ Այ գաղութի բոզերի կուտոկ։ Գաղութի բոզերի կուտոկ եք դուք, արա։ Դուք ձեր էությամբ գաղութի բոզերի կուտոկ եք։ Եթե ձեր մեջ նստած է բոզի հոգեբանությունը, չի կարելի ձեզ ասել դուք մարդ եք, տղա եք։ Գաղութի բոզերի հոգեբանություն։ Մարդիկ ովքեր կարան անցնեն ամեն սրբության վերով, էդ եք դուք։ Մարդիկ ովքեր կարան ծախեն իրանց երկիրը, ովքեր երկիր հանձնած բոզի տղուն ասեն պարոն Փաշինյան, դուք բոլորդ բոզի բալ եք։ Ովքեր երկիր հանձնած պոռնիկի տղուն կարան ասեն պարոն վարչապետ, ձեր մաման քունեմ ես, չդիմացել վերջ։ Ձեր անիքնասեր մաման քունեմ ես։ Սպրոս կանեք, արեք։ Եթե մեկը կարա Արցախ հանձնած բոզի տղուն ասի պարոն վարչապետ, իրա մաման քունեմ ես։
останется один, Սպրոս արեք դե։ кто рядышком без выгодных причин. Не трать себя на Եթե մեկը կարա մի ողջ ժողովրդի թալանը հետ են բերելու կոպեկ առ կոպեկ, մարդների վրա խաղցանի ու խապի, այդ կանց հետո մարդ գնա հավատա այդ բոզի տղուն, ուրեմ հալալա ձեզ, դես չեմ։ Հալալա, գորդու կիշտ մտած, հալալա, բանչաս, հավատացեք, ես change-ին հավատացեք, կոպեկ առ կոպեկ հետ են բերելու, քունեմ լավըտ, ինչ ես հետ բերել, հե? Էլ եմ ասում, կա մի հատ գործոն, որ ես այս բերանս պագեն բաղ, կոպեկ առ կոպեկ ծծսնեմ նապարիք, Նիկոլ Փաշինյան, սենց հաշվեմ, փողը դնեմ կնգատ բենին, խերրս կողեմ բերանը, ու ծծի կնիկըտ, ոնց էր ծծում Սամոյի խերրը բունկերում, չէի նախատեսեք վրով խոսամ կներեք, ներվերս շերիքում ես կապիկ բոզի տղեքի վրա, մենք աջակցում ենք Սամվել Կարապետյանին բարի գիշեր ծվրվեք տներով, բայց էր աջակցությունը որն արա, պարլամենտում բոզի տղուն պարոն վարչապետ ասել է, հա? Միտինգի հրավիրել է, հետո մարդկանց փուրը տալ է, բայց մարդկանց 1000 դրամի տուլիկ չղրգել է, էտա ձեր արած աջակցությունը, քանի հոգու փուրը տվիք, քալյերտների ժամանակ, ում ոստիկանները տարան փագին, հնի փագված են, քանի 1000 դրամի տուլիկ եք հրգել տղեկին, հե? Մի պաշկա սիգարետ հրգել եք այդ մարդկանց, բայց այդ մարդիկ հավքվել էին ձեր կոչով, հրգել եք, հա? Բախի չէ, բայց որպես տարբերակ, ես դրա վրա վստահ եմ առավել քանի մանուկ Տիգրանան, ինչ-որ մի պահ ֆանտազիայի ժանրից ես հայտնվեմ հանրապետության հրապարակում, լուրջ եմ ասում ամենայն լրջությամբ, ու ասեմ, Facebook-ը միացնեմ ասեմ ժողովուրդ, եկեք Նիկոլի մորը քունելով պետք է լարենք, առաջինը, դուք ինձ կծեծեք, կջարդեք, ասպարեզից կտանեք մի կողմ, ես վստահ եմ դրա մեջ, քանի որ դուք ունեք ինչներ բիզնես պլաննի, չէ, կանեք, քանի որ դուք հոգեպես աջակցում եք Տաշին Սամոյին, բայց ժողովրդին ասում եք ծվրվանք տներով, բարի գիշեր բարեկամներ, ձեր ցովը տանեմ, երկող չկար մեջներդ, էտա միկրոֆոն տայք ծերել էլի, էտա ճարեր, ասուլիսներ ասող, երկեցիք ձայն ունեցող չկար, սենոր մուշեղի չին տվեք, ընեն սակարում երկինքն, լսել եմ ես, որ ասմա Արցախյան գինի ախմեմ կամ կոնյակ, Արցախի տատիկ պապիկին այդ հուշա կոթողը դնումա դեմը, նայմա կնց կարոտով ասմա, մի օր կվերադառնանք, կապ չունի, որ այս պահին ես Նիկոլին ասում եմ պարոն վարչապետ, պարոն Փաշինյան, արա հերիքա կապիկություն անեք, կապիկություն հանելով եկե հասրել եք նրան, որ մի բոզի տղա, մեր երկիրը մեր բոլորի, սարքումա բոզա պետություն, մի բոզի տղա պտի Էրդողանի հետ ասուլիստա, ու ես կրկնում եմ Աստված չանի ստորագրեց թուղթ, որտեղ ինքը կհրաժարվի հայ ազգի անունից, հայոց ցեղասպանությունից, կրկնում եմ, այդ վաղ իմ համար պրիորիտետները հավասարում են 0-ի, ում տղեն ուզում եք ելեք, ում աջակիցներն ուզում եք ելեք, դուք իմ համար դառնում եք Նիկոլ, լուրջ եմ ասում, իմ համար դառնում եք Նիկոլ այդ պահին, ոնց կուզեք մտածեք, мне по одному месту, не по хую, бля. Հասկացա՞, չէ, հասկնակ, կուզեք ընձի, քնադատեք, կուզեք հետա մարդիկ գրգեք, որին բերանը պագեն, բարև կտակ նորմալ, կստանակ նորմալ բարև, կգակ վրես սրով կգնեք սրից, քպուր կտակ 3 անգամ ավել կստանակ, բա, իմ համար, Հայաստանի ու հայի նամուս պատվից ավել ոչ ման գոյություն չունի,
Հայ նամուս, այդքան բան։ Ես երբևիցե չեմ ասել, որ պիտի ինչ-որ X մարդը գանստի, երկրի գլխին ու երկիրը չթալանի։ Թալանում են բոլորը, բայց ոչ ես վերջի բոզի տղեկի նման, որ ծծում են Հայաստանի բյուջեն, ներծծում են իրանց մեջ։ Քանի որ իրանք մինչև պաշտոններ ստանալ, իրանք եղել են եւ գառասկոպով եւ աշխարհի կյանքում ծծողներ։ Բարիս ուղի եւ փոխաբերական իմաստներով։ Իմ միակ խոսալու իմաստն էր, որ ասել եմ հայ նամուսը մի գցեք ցեխի մեջ, մի սարքեք շանուգելի բաժին, մի կապիկություն արեք ազգային ժողովում վերընկած, մի սաղին դրեք եշի տեղ, հերիք արա, աջակցում ենք, դու մեկնելի ձեզ աջակցի, աջակցում ենք, հելեք ժողովրդին առաջնորդեք, չեք կարում ընդհանուր ձեր իմպիչմենտի հիմար վարչապետի թեկնածու գտնեք, Սամոյին դրեք, տաշիր Սամոյին, ում պետք չէ այդ պաշտոնը, ես վստահ եմ, այդ մարդը կյանքով մեկ ապահոված է, իմպիչմենտի թեկնածու եք ուզում, տաշիր Սամոյ, հելեք ստորագրեք, ոչ թե գրառումներ տեղադրեք, կապիկ, աբիզյանքի բլյաջ, գրառումներով աջակցում ենք տաշիր Սամոյին, բարի գիշեր բարեկամներ, ձեր ցավը տանեմ։ Մեկ մտածում եմ երևի ես եմ շոր խոսում եմ։ Ու ասկախ հիմար ապրել գրոքսկախ։ Ռոմանոս Պետրոսյանից պետք է։ Պուպուլիկ։ Ռոմանոս Պետրոսյան, նախարար։ Ասման Կաթխիկոսը տղա ունի։ Չի ասեմ, պարեկների ծառայությունը ստեղծել է Մարիադոմ տանել Իոնիսյանը։ Նախարարիդ ասում են Պուպուլիկ, Google-ով գրեմ ես Պուպուլիկ Ռոմանոսի նկարն ապերեմ։ Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունենում, են շլդոն, են որ քիթը չլնի աշկեն իրար կշինեն, 69 պոզայով։ Ասմա, դե հերիք եղավ, բոլ եղավ, այդ շլդոագարկ եմ։ Դուք մտակ իմ կաբինետ, պտուտական հողմի պես։ Ինձ ասեցիք վատ խոսքեր, ես համբերեցի, հիմա պիտի խոսեմ։ Կրթության մենթ առողջապահության նախարար, աղամանի մանյակը։ Ասմա աղա արգելվում է սեղաններին դնել, անչի, այ արնաղուհած քրդիշուներ։ Աղա կերակրին համատալու։ Աղան արգելում ենք, էլեկտրոնային դեղատոմս թոշակառուների հիմար։ Այցելել, որպես վարչապետ, մանկապարտեզներ և ստուգել երեխաների քաքի մակարդակը։ Դուշ ընքանդել, շպրտել գետին, որպես Ալչիբեի որդի։ Ասել Ժան Անդրեասյան, հələ մի հատ վերցնես, այդ մեզ գինը ստուգում ես։ Գինը ստուգում գալեմ զեկուցում են, ասում են 500 դրամանոց դուշ է, տա լեյք են։ Ծախել են 70,000 դրամով պետ բյուջեի վրա։ Ասում են հեռացնել դրան աշխատանքից։ Ոչ մի քրեական պատասխանատվություն։ 2 ամիս հետո գալ նշանակվում է այդ նույն մարդը վարչապետի խորհրդական։ Խորհրդատալի թե ինքը ոնց ներծծի էլի բյուջեն։ Նորմալ է։ Ասենց կադրեր, ոչ մեկի վաղ չեն էլ է, ասենց հատնտիր, են բոզոնիկ կադրեր, էլի կադր, որ նայում ես ասում ես, այս խերրով է։ Թալան չեն էլ է, կոպիտ են էլ է։ Բայց դրան, այդ մարդկանց ղեկավարման տարիներին պետական կառավարիչները եղել տղատեսակ։ Տղամարդ։ Վատ բաներ էլի արել են, բան չունեմ ասելու։ Բայց ոչ նման կարգի բոզի տղություններ։ Աղամանը արգելել էլեկտրոնային դեղատոմս թոշակառուների հիմար։ Շտապօգնության մեքենաների մեջ շաքար չափելու ապարատ չկա։ Արցախ չկա, Արցախ գոյություն չունի, հենց հիմա մարդկանց վրա քրեական գործեր կա հարուցված։ Ասում դու Արցախի բյուջեից, անուն չեմ տա, չի դամ։ Արցախի բյուջեից փող ես վերցել վարկի տեսքով, բիզնես ես դրել, տակ ես տվել, ի շնորհիվ Արայիկ Հարությունյանի։ Հիմա պետք է տոկոսները սաղ տաս։ Ես մարդ ասում եմ, ինչ տամ, ինչ ունեմ տվել եմ ձեզ։ Ինչ տամ, ինչ քրեական գործ եք դրես հարուցել։ Բայց մարդիկ ովքեր հեկերը ծախին Ադրբեջանի վրա, վնել են անբիծ, անարատ մարդիկ։ Այդ ասմած հրեշտոկի պսական գաղտնային դրած, մեն դրած,
Հրաշտակի թվերը դա իրանց կոստումնի տակն փագած, թրի, երկնքով։ Իրան-Իսրայել հակամարտության հրթիռների փոխարեն այդ հրեշտակներին է գնային հայ ժողովուրդ։ Այնքան հրեշտակ կա Հայաստանում։ Բայց անառակապարով։ Հետը պետականացնելու։ Հետո ի՞նչ է փոխվելու։ Աբազյանն գնաց Արցախու։ Հետո ում ես տնելու ԱԱՑ-ի դիրեկտոր Նիկոլ։ Դանիել Իոնիսյանին դիր։ Ես լուրջ եմ ասում, Դանիել Իոնիսյանին դիր։ ԱԱՑ-ն այսօրվա ԱԱՑ-ն, որի մեջ կան նաև նամուս պատվով սպաներ։ Արժանի է Դանիել Իոնիսյանին։ Թումետ նայ ում բերիր տրիր, ու Արման Բաբաջանյանին դիր։ Հարազատ մորված ուսմունք տվողը։ Ու հասկանա, որ քո նման բոզի տղում ժամ առաջ պետք է մեկ ու սացնել եւ տանել հոգեբուժարան, երկարատև բուժման, այլ ոչ թե կատարել քո նմանի հրահանգները։ Երևի Պոլախաչամ, ես սիպտիլես քաշեմեթամ, կրկնեմ եւս մի անգամ, եթե Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում կամ Անկարայում ստորագրեց փաստաթուղթ, որով ու հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որով կուրանա հայոց ցեղասպանության փաստը, կժխտի դա։ Եվ դա կձևակերպվի որպես հայ ժողովրդի կամք։ Ինձնից ոչ մեկ չի նեղանում։ Նախապես ասում։ Միտինգ կանեք, դրանից հետո կոչով հանդես կգաք։ Իմ Ռոմանոսին չի լինելու, դուք իմ համար դառնալու եք Նիկոլ, համատարած Նիկոլ, եթե բոզի տղան ստորագրեց այդ թուղթը։ Մնացա դուք որոշեք։ Բոլորիդ